3 Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՔՊ-ի պաստառը պոկելու համար, ընդամենը։ Պաստառ պոկելը վարչական իրավախախտում է, բայց այս վախկոտները քրեական գործ են հարուցել։ Հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն ձերբակալել են, տարել են ԶՊՎ, հետո տարել են հոգեբուժարան։ Մի քանի ժամ հետո Արմեն Հովհաննիսյանին գտել են կախված։ Ինչի համար։ Որ ՔՊ-ի պաստառն է պոկել, այ վախկոտներ, այ մահաբերներ, որ ասում ենք ձեր ամեն մի օրը մնալու մահա, ողբերգությունա, հայրենիքի կորուստա, ասում են ընդդիմադիրները բայղուշություն են անում։ Տո այ բայղուշներ, էլ քանի կյանք պետքա տանեք, քանի։ Պատերազմի ժամանակ քանիսի գլուխը կերակ։ Հիմա էլ ասում են թիվը ուռճացնում եք, հրապարակեք թիվը։ Մարդիկ անուն ազգանուններ են ունեցել։ Դուք եք իրենց ուղարկել ռազմադաշտ։ Նիկոլ Փաշինյանը հարբած լայվ է մտել ու պատերազմի կեսից մարդկանց ուղարկել է ռազմադաշտ, հետո էլ խոստովանել է, որ ինքը արդեն գիտեր, որ մենք պարտվում ենք։ Հետո էլ ասել է, որ դա ադրբեջանական հող էր։ Ինքը պատերազմը չի կանգնացրել մի բանի համար։ Հետո երկու անգամ խոստովանել է, գրավոր կա այդ խոստովանությունը։ Ասում է, որովհետև ես վախենում եի, որ ինձ դավաճան կասեք։ Միայն դրա համար պատերազմը չի կանգնեցնել Նիկոլ Փաշինյանը։ Բանակցությունների ժամանակ ինչ է արել։ Ասում է, ես ինձ գժի տեղ էի դնում։ Երկրի ղեկավարը խոստովանում է, որ իրան գժի տեղ էր դնում։ Բանակցությունների ժամանակ, որ իբր ժամանակ շահի։ Արդյունքը տեսանք ինչ եղավ։ Հիմա ասում են սահմանները խաղաղ է մեր, հա, խաղաղ է։ Սահմանները խաղաղ է, ադրբեջանցիները չեն կրակում, հայերը չեն սպանվում, բայց քո քարոզարշավի ընթացքում մարդ է մահանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կախվել է, որովհետև վարչական իրավախախտման պատասխանատվության ենթարկելու փոխարեն մարդուն տարել եք, գործ եք հարուցել, կալանավորել եք։